Բացառիկ մանրամասներ, ինչու է երիտասարդը հրավար շշեր նետել ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ։ Ամրու լրատվականն արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 1994 թվականից ծնված Ռաֆի Մանդալյանը հրավար շշեր էր նետել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Ամրու լրատվականի իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր բացառիկ մանրամասներ են հայտնում, բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։ Մասնավորապես, ըստ Ամրու լրատվականի տեղեկությունների համաձայն, դյուրավար շիշը նետած քաղաքացի Ռաֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը եւ իր համոզմամբ հասարակության մեջ արկա է անտարբերություն եւ լռություն այդ հարցի շուրջ։ Մանդալյանի խոսքով իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ բոլորը անտարբեր չեն։ Նրա նպատակն է եղել կոտրել իր ձևակերպմամբ հասարակական լռությունը եւ ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։ Ըստ նույն աղբյուրների, նա կանխամտածված կերպով գնացել է ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին, փորձելով խուսափել մարդկային վնասներից եւ միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։ Իր բացատրությամբ այդ քայլը կատարել է ինքնազոհության գնալով, միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը։ Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքին ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Ռաֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում եւ սպասել իրավապահներին։ Դատարանում եւս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները հարց ուղղելով ներկաներին։ Հայրենիքը վտանգի տակ է։ Միթե դուք չեք տեսնում, չեք անհանգստանում։ Ամրու լրատվականը տեղեկացավ նաև, որ կալանավորված Ռաֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է Նուբարաշենք քրեակատարողական հիմնարկում։ Վերջինս մասնագիտությամբ անասնաբուժ է։ Հետևենք քննության ընթացքին։